Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի խորհրդարան, սիրելի քաղաքացիներ, ողջունում եմ ձեզ։ Եվ Տիկին Գրիգորյան, քանի որ ինձ հիշատակեցիք, ես զուտ ասեմ, որ ես ասել էի, որ ձեր աչքերի մեջ հեկ եմ տեսնում, պարոն Քոչարյանի աչքերի մեջ մարտի 1-ն եմ տեսնում, հոկտեմբերի 27-ն եմ տեսնում, դուք դիմեցիք դատարան, չներկայացրաք դատական նիստերին, դատարանը գործը առած քննության թողեց, ձեզ էլ ասեց, որ ինձ պետքա 15,000 դրամ փոխհատուցեք փաստաբանական ծախսերի համար, չհասկացա 15,000 դրամ, հիմա դուք բողոքարկել եք, տեսնենք ինչպիսի ընթացք ուրեմն կունենա դատական ընթացքը, հետևաբար ինչ եք գալիս, մի չեք խոսում այստեղ, այդ 15,000 դրամն էլ պարզը չեմ ուզելու ձեզանից, կարաք չտաք, տանեք ավտոմեքենայի գույքարկը մուծեք օրինակ, կարաք դրա վրա ծախսեք։ Եվ քանի որ անդրադարձած ձեր խմբակցությանը, պարոն Քոչարյանի ելույթին չեմ կարող չանդրադառնալ։ Պարոն Քոչարյանը նախորդ իր ելույթում, ոչ այսօրվա, եկավ եւ ասեց այն ընտրակեղծիքները, որը որ դուք արել եք, այս սպիտակ շորերով ամպը գլխին, այն ընտրակեղծիքները, որը որ դուք արել եք, հետք է թողելու մեր պատմության մեջ։ Հետքը գիտեք որն է ընտրակեղծիքների, դուք եք հետքը ընտրակեղծիքների, որ նստած եք այս դահլիճում, որովհետեւ ձեր ստեղծած քրեաօլիգարխիկ ընտրակեղծարար համակարգի պատճառով է, որ հնարավոր է եղել վերագործարկել ինչ որ չափով այդ համակարգը այս ընտրություններին փող բաժանելու մարդկանց տերորի ենթարկելու միջոցով ձայներ հավաքել եւ հայտնվել ազգային ժողովում, շարունակելու համար սպասարկել օտարերկրյա ուրեմն շահերը եւ շարունակելու համար պայքարել նրա համար, որ ձեր ապօրինի գույքը ձեզանից չխլեն։ Հիմա էլ եկել այստեղ Ծառուկյանի ապօրինի գույքն են պաշտպանում։ Ինչ եք այստեղ Ծառուկյանի, պարոն Քոչարյան, գնում եք, խոսում եք ու գնում եք, չեք լսում ձեր ասացի արձագանքները, ուստեղ ասում եք ուրիշ տեղ, ուրիշ հարթությունում մենք կլուծենք այս հարցը, որ իմ հոր մասին այսպիսի բան եք ասում։ Նախ մենք ձեր հոր մասին չենք ասում, մենք ասում ենք Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած Ռոբերտ Քոչարյանի մասին, ով այո ձեր հայրն է, բայց դուք նրա խմբակցության պատգամավորն եք եւ ստանձնել եք այն քաղաքական պատասխանատվությունը եւ շարունակում եք այն քաղաքական հետագիծը, որը ձեր հայրն է ունեցել։ Եվ եթե իմաստեղ ասում եք ուրիշտեղ ուրիշ հարթությունում այդ հարցերը կլուծենք, որ ուրիշտեղ որտեղ կարող է հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում դուք ոնց որ թե այդ է ձեր հարցեր լուծելու ձևը մարտի 1-ով հոկտեմբերի 27-ով 2003 թվականի ընտրություններից եք խոսում, ասում եմ հայրն էլ է 49% ձայն հավաք։ Դուք ընդհանրապես մի հատ էլ գնացեք տեսանյութերը նայեք 2003 թվականին Հայաստանի Հանրապետության Երևանի փողոցներում ինչ էր կատարվում։ Մահակներով մարդկանց գլուխն եք ջարդում հետընտրական գործընթացների ժամանակ, այստեղ ինչ եք խոսում։ Ում եք դուք ընդհանրապես գժի տեղ դրել։ Եվ ազգային ժողովի նախագահի տեղակալի քննարկումն է տեղի ունենում, բայց իմ մոտ ընկալում է ոնց որ թե հայփոստի գործունեության վերաբերյալ լսումներա կամ քննիչ հանձնաժողովի եզրափակիչ մաս ենք ինչ որ լսում։ Ժողովուրդ ջան, հարցեր ունեք, բոլոր լծակները, ռեսուրսներ ունեք դուք արդեն որպես իշխանության մաս օրենսդիր, քննիչ հանձնաժողովներ ստեղծեք, հրավիրեք համապատասխան պաշտոնյաներին, տվեք հարցադրումները, ստացեք հարցադրումները, գոհ մնացեք կամ գոհ մի մնացեք, եկեք ստեղից ձեր ելույթներն ունեցեք։ Հիմա ասենք, ինչի մասին ենք մենք ընդհանրապես խոսում։ Պետական կառույցների, աշխատավարձերի եւ պետական կառավարման ներքո անցած ընկերությունների աշխատավարձերի մասին ենք խոսում, համեմատում եք, դե ասում են մասնավորը հասկացանք, որ այսքան փող է տալի, պետական կառավարման ներքո լինող եղող կառույցների աշխատավարձերը խի այդպես բարձր։ Հա բա ամենալավ ծառայությունը իր քաղաքացիներին պետքա պետություն է մատուցի։ Բա պետքա բարձր լինեն պետական ծառայողների եւ պետության համար ծառայություն մատուցող ընկերությունների աշխատակիցների եւ հատկապես ղեկավար կազմի աշխատակիցները, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետությունից ստանա ամենալավ ծառայությունները։ Դուք դա պետքա լավ իմանաք, պարոն Կարապետյան, որպես բիզնեսի գիտակ, հեծի նաեւ խորհրդի անդամ եւ այլն եւ այդպես շարունակ։ Գիտեք, հեծը հիշեցի, որ հեծից խոսում եք, եկեք նայեք ստեղ ասեք այդ ինչու են հեծի աշխատակիցները ընդդիմադիր հանրահավաքներին մասնակցում։ Եկեք ստեղ ասեք, դրա մոտ պարզաբանում արեք։ Կասեք, պարոն Ղազինյան, ինչու են աշխատանքից ազատվելու սպառնալիքի տակ հեծի աշխատակիցները մասնակցում ուրեմն ընդդիմադիր հանրահավաքներին ամենատարբեր ժամանակներում։ Գաք եւ այստեղից կպարզաբանեք եւ ինձ զարմացնում է եք դուք խառնվում իրար պետություն պետականացնել բառից։ Պետականացնում են ապօրինի գույքը ժողովրդին վերադարձնելու համար։ Այդպես տեղի է ունեցել, տեղի է ունենում եւ շարունակելու է տեղի ունենալ այդպես։ Ապօրինի գույքը մի ընդհատեք ինձ, պարոն Կարապետյան։ Մի ընդհատեք ինձ, պարոն Կարապետյան։ Ահա։
Եվ պետություն բառից դուք սարսափում եք եւ ես այն օրը ձեզ հարց տվեցի, պարոն Կարապետյան, ոչ մի պատասխան չստացա։ Ինձ իրոք հետաքրքիր է, էլի, մի հատ եկեք ասեք Հայաստանի Հանրապետությունը քանի քառակուսի կիլոմետր է իր միջազգայինորեն ճանաչված սահմաններով, որովհետեւ ասում եք մարզային այցելություններ են կանելու, գյուղեր համայնքներ եք գնալու։ Նշելի մի ամիտ գնաք սահմանը հատեք անցնեք ուրիշ տեղ։ Մի հատ ձեր համար գցեք Հայաստանի Հանրապետության քարտեզը, որ իմանաք ուր եք գնում ընդհանրապես դուք։ Կարող է քայլելով դες գնաք, ասենք Վրաստան գնաք մի ամիտ կամ իջնեք Իրան, չգիտեմ, Ադրբեջան մի ամիտ հայտը, Թուրքիայի դեմներդ մի ամիտ։ Գցեք Հայաստանի Հանրապետության քարտեզը, մի հատ իմանաք ուր եք դուք ընդհանրապես գնում։ Որն է ձեր հայրենիքը։ Որն է ձեր հայրենիքը։ Պատասխանեք այդ հարցին, պարոն Ասլյան, մի ընդհատեք ինձ իմ ելույթի ժամանակ, ես ձեզ խնդրում եւ հորդորում եմ։ Հարգելի գործընկեր։ Ամեն դեպքում այդ սահմանը գծեք հանկարծ դուրս չգաք Հայաստանի Հանրապետության տարածքից, չիմանանք ձեզ ոնց է հետ բերենք, հիմա էլ նոր պատմության մեջ ընկնենք։ Եվ հայրենիքի ձևակերպումը առհասարակ պետք է մի հատ գաք այստեղ ասեք էլի, որոնց դուք ասում եք հայրենիք։ Ձեր հայրենիքը արդյոք չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետության ուրեմն միջազգայինորեն ճանաչված սահմաններով։ Նախ պետք է մի հատ սահմանները ընդգծեք, ասեք քանի քառակուսի է, հետո ասեք հայրենիքի ձևակերպումը ձեր համար որն է, որովհետև որևէ մեկը չի հերքում պատմական հայրենիքի իրողություն, դա անհնար է հերքել պատմությունը, դա անհնար է։ Մենք խոսում ենք ժամանակակից Հայաստանի Հանրապետության մասին։ Ինձ համար որպես ազգային ժողովի падգամավոր իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է իր միջազգայինորեն ճանաչված սահմաններով։ Այո, կա պատմություն, կա պատմական հայրենիք, բայց ես առաջնորդվում եմ որպես պետական գործիչ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների պաշտպանության տրամաբանությամբ, ինչի համար երթվել ենք մենք միասին, իհարկե դուք առանց ոտքի կանգնելու, բայց ամեն դեպքում ստորագրել եք երթման տեքստը։ Եկեք ստեղ ասեք, որովհետև այն տրամաբանությամբ, որտեղ հայերը այսքան տարի ապրում են X տարածքում, ես այտենց եմ ընկալել ձեր որոշ գործընկերների խոսույթի տրամաբանությունը, որ եթե հայերը երկար ժամանակ ապրում են X տարածքում, անկախ նրանից այնտեղ կա հայկական պետականություն, թե չէ կամ եղել է երբևէ, եւ այնտեղ հայկական մշակույթ է եւ այլն, եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ներողություն, բայց կարող պարզվի, որ կալուգանել է ձեր հայրենիքը։ Մի քիչ էլ որ խորանանք, կարող է մի քանի տարի հետո, ասենք ԱՄՆ-ից տարածքային պահանջներ ունենանք, գնանք Գլենդելը ասեք, բան տվեք Հայաստանին, որովհետև այնտեղ միլիոնավոր հայեր են ապրում կամ 100,000-ավոր հայեր են ապրում։ Մի հատ այս տրամաբանությունն եկեք կիսվեք մեզ հետ, որն է ձեր տրամաբանությունը, որն է ձեր հայրենիքը, ինչպիսի տեսք ունի ձեր հայրենիքը։ Իրական հայրենիքը, ժամանակակից, ոչ թե պատմական իրողությունների մասին ես չեմ խոսում, ես խոսում այսօրվա մասին։ Այսօր որն է ձեր հայրենիքը։ 150 տարի առաջ, որ լինեինք բոլորս, ուրիշ ձև էր լինելու հայրենիքի ձևակերպումը։ Ժամանակակից աշխարհում հայրենիքը մեր պետությունն է, միջազգայինորեն ճանաչված իր տարածքներով։